Լրատվական ռադիոյի եթերում թարմուղեղով հաղորդաշարն է, հարգելի ռադիոլսողներ, ռադիոդիտողներ, բարև ձեզ, խոսում եւ ցուցադրում է Երևանը, բայց խոսելու ենք այսօր Ռուսաստանի եւ Լիբանանի մասին, հրավիրում եմ հատկապես Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ուշադրությունը, ով վերջերս ավարտվեց մի մեծ հետազոտություն Ռուսաստանի եւ Լիբանանի հայ համայնքների համեմատական վերլուծություն, ինքնին թե սոցիոլոգիայի իմաստով, թե քաղաքագիտության, թե հայագիտության իմաստով շատ հետաքրքրական մի նյութ, Համազազ Դանելյանն է տաղավարում եւ Վարակ Սիսերյանը Համազազ ղեկավարն է հետազոտող խմբի, Վարակ Սիսերյանը Լիբանանի գծով գլխավոր վերլուծաբան է ենթադրվում, որովհետեւ Լիբանանից է, բարև ձեզ պարոնայք։ Վարակ, մենք առաջին հատվածում խոսում ենք այն մասին, որ Լիբանանի հայ գաղութը նույնպես Լիբանանից էլ է արտագաղթում, մենք այստեղ Հայաստանում ինչ պետք է անենք, որ մեր Լիբանանում ծնված քույրերը, եղբայրները ուզենան ոչ թե Կանադա, Միացյալ Նահանգներ կամ Ֆրանսիա տեղափոխվել, այլ Հայաստան։ Նախ ինչ պետք է անենք, որ Հայաստանը չգաղթեն հայ ժողովուրդ, հայերը։ Եթե այդ խնդրեմ, հայ իհարկե։ Երբ որ դատարեցնենք այդ գաղթի ալիք Հայաստանեն դուրս, կգարձեմ, որ արդեն այդ մեկը պիտի նշանակի, որ Հայաստանը լավ ճամփու վրա է եւ մարդիկ այդ ժամանակ մտածեն Հայաստանը։ Դուք ինչի տեղափոխվեցիք Հայաստան, ձեր անձնական փորձը։ Դուք եկաք բիզնես դրեցիք, շատ ակտիվ եք քաղաքականության մեջ։ 101%-ով կիսում եք մեր ընդհանուր Հայաստանի բոլոր դարդ ու ցավը, ուրախությունը, երջանկությունը։ Ինչի դուք եկաք Հայաստան, ոչ թե Փարիզ։ Հաղորդումը նախ անձնական բանի վերածվել, բայց նախ քիչ առաջվա ծեր հարցումին 3 կարևոր բան անդրադառնամ, ինչի շուրջ պետք է համախմբվենք Սփյուռք Հայաստան pedagogican։ Pedagogican ասելով շատ կարևոր է այստեղ անպայման ամեն մարդու միտքի մեջ ունի, pedagogican ասելով չի նշանակեր իշխանություն։ Pedagogican Ունաս իշխանության թեմը լալ, վարչագարկի թեմը լալ, ռեժիմ կանվանես, չեմ գեր ինչ կանվանես, բայց pedagogican շուրջ համախմբվելը ամենակարևոր բանն է եւ այսին հատկե դուրս չեմ գեր ինչի շուրջ կնանք համախմբվել, ամենամեծ բանը ադե հատկե վեճ դերևս կուկա հայոց ցեղասպանություն, հիշողություն միացյալ ադոր շուրջ կհամախմբվենք, բայց pedagogican ամենակարևորն է։ Երկրորդը ես կարծեմ որ Հայաստան Սփյուռք հարաբերություններու մեջ սխալ գա այսօր։ Եվ այդ մեկը ես անցամբ չեմ ուզեր քաղաքականացնել, բայց որոշ pedagogan մարմիններ այսին պատասխանատու են։ Ոչ թե միայն Հայաստանի այսին մարմինները, Լիբանանի մեջ նաև գործող գուսակցությունները, հաստատությունները։ Այդ հարաբերությունը ավելի ճիշտ ցևով ճիշտ պետք է լա։ Երրորդ հայրենադարձի մասին որ խոսանք Ես այսին ապրած եմ Լիբանանի մեջ եւ տեսած եմ եւ լուրջ հարց առաջացած է մենք Լիբանանի մեջ կուզենք որ հայերը հայրենադարձ լան ուզենք որ այսինքն հայերը վերադառնան Հայաստան կամ ոչ թե միայն Լիբանանի բարակային նաեւ Սուրիա անշուշտ ոչ թե այսօր դարբեր է որովհետև ես լուրջ ներողություն այսօր է կառույց կգասկածի միան ավարտեմ կգասկածին որովհետև գավադամ որ որոշ գազագերբություններ գուսակցություններ կամ նույնիսկ եկեղեցին գրնա մտահոգ կլալ եթե Սփյուռքի մարդիկ վերադառնան Հայաստան որովհետև իրենց բնական է այսին որ մտահոգվին որովհետև իրենց հեղինակությունը նաև կբացի այդ երկիներում մեջ եթե մարդ չլա իրենց հեղինակությունը ինչպես գնան բայել որը շատ բնական բան է, այսին ես չեմ քննադատել, բայց պետք է մենք հստակ հասկանանք, մենք կուզենք, որ մարդիկ վերադառնան Հայաստան կամ կուզենք զորացնել կամ կուզենք զորացնել դեղի Սփյուռքը, համայնքները, Լիբանանի համայնքը, Սուրիա համայնքը, չնայած այսօր Սուրիան, ասենք քարուկան տեղ։ Դուք ձեր տված հարցի պատասխանն ունեք ձեզ համար։ Մենք կուզենք, որ մարդիկ վերադառնան, թե հզորացնենք համայնքները։ Ես կգարձեմ, որ այսօր շատ դժվար է Հայաստան վերադառնալ, որովհետև Հայաստան իրականության մեջ վիճակը բավական ծանր է։ Եթե մարդիկ վերադառնան, կգարձեմ, որ 1-2 տարիան պիտի քաղտեն ուրիշ տեղեր տան։ Ավելի լավ է ուրեմն մնան անգեղծ կարծիքս է մնան Լիբանանի մեջ, մինչև որ Հայաստան ավելի լավ է եւ իմիջիալուց նպաստեմ, որպես Հայաստան ավելի լավ է, որպես իրենք վերադառնան։ Ինչ ասեմ, ես մեն շնորհավոր եմ, որ հետազոտության վերաբերյալ թեման ի վերջը դարձավ մի քիչ քաղաքական։ Չէ, բայց ինչին արձագանքեմ։ Համաձայն եք Վարագի պնդումների հետ։ Կա ինչ-որ բան, որ այլ կերպ եք տեսնում, թե համաձայն եք։ Ախր Վարագը շատ կարևոր բաներ ասեց եւ
Փոխարենը ես կուզեմ մի բան շեշտադրեմ, որովհետև երբ որ խոսվեց պետականության մասին եւ պետության դերի մասին, օրինակ մեր հետազոտությունը նաեւ ցույց տվեց, որ ակնկալիքների առումով եւս կա տարբերություն։ Եթե Լիբանանում կայացած հաստատությունների ներկայացուցիչները ավելի շատ ընկալում էին իրենց դերը, որ կամ եթե կարող են Հայաստանին օժանդակեն, բայց հատուկ մեծ ակնկալիքներ չունեն, Ռուսաստանում գոնե առանձին կառույցների եւ անհատների մակարդակում ակնհայտ էր հստակ ակնկալիք, բա Հայաստանը, բա Հայաստանի կառավարությունը կարող է այսինչ ուղղությամբ ավելի շատ անել եւ կար նաեւ զուգահեռ ճանաչումը արդեն եւ արված աշխատանքների օրինակ Սփյուռքի նախարարության առանձին ծրագրերի դրական վերաբերմունքը, բայց նաեւ դրանց ավելացնելու ակնկալիքը։ Հիմա մյուս կողմից մի կարևոր հանգամանք մեր հետազոտությունը որ ցույց տվեց, որ ավանդական Սփյուռքը կամ նույն Լիբանանի օրինակով եւ Ռուսաստանի հայերը բավական քիչ առիթներ ունեն իրար հետ առնչվելու։ Եվ այդ կապող բաներից մեկը նաեւ Հայաստանն է կամ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող որոշ ծրագրեր, որի ֆորումի շրջանակում կամ այլ միջոցառումներ, որտեղ մարդիկ հանդիպում են, ծանոթանում են, հարաբերություններ են ստեղծում։ Բայց սա ավելի այսբերգի վերևի կակակն է, հա, համայնքների միջև աշխուժ կապ չկա։ Սա բնական կարելի է համարել եւ նորմալ կարելի 50 տարի առաջ, որ երբ որ ամենատարբեր պատճառներով սկսած քաղաքականից վերջացած կոմունիկացիոն դա դժվար է։ Այսօր կարծում եմ կարելի է ավելի շատ անել, ավելի շատ հնարավորություններ ստեղծել, համայնք կապերի ուժեղացման առումով, որովհետև սա նաև հնարավորություն է տալու յուրաքանչյուր համայնքին որոշակի խնդիրներ լուծել եւ ամենևին պարտադիր չի, որ դա հենց Հայաստանի միջնորդությամբ արի, որ Հայաստանը համակարգող դեր ունի, դա կարող է լինել նաև հավասարը հավասարի հետ, այսինքն ոչ մի բան չի խանգարում, որ նույն հայոց լեզվի դասավանդման խնդիրները, հա, այսինքն դպրոցների մակարդակում փորձի փոխանակում իրականացվի, այստեղ մեծ ծրագիր պետք չի եւ թե կոմունիկացիաների հասանելիություն, ներկայացություն, այդ հնարավորությունը ստեղծում է, բայց եւ արդեն որոշ քայլեր այդ ուղղությամբ արվում են, կարծում եմ այս ուղղությամբ շեշտադրումը որոշակի նոր հնարավորություններ է ստեղծելու, որովհետեւ նույն Ռուսաստանում հաճախ մենք ունենք իրավիճակ, որ կամ մի քանի 100 ընտանիքներ որևէ քաղաքում օբյեկտիվորեն ռեսուրս չունեն իրենց համար ինքնակազմակերպվելու, կառույց ստեղծելու, դպրոց պահելու եւ այլն։ Որքան որ հասկացա, ձեր հետազոտությունը ներառում է նաև Սփյուռքի ու այս բոլոր այս հարցերի վերաբերյալ ձեր գիտականորեն հիմնավորված տեսլականը, մենք այդ մասին մի փոքր ուշ կխոսենք, ես կուզեի մի անցումային հարց տալ ձեզ իբրև Ռուսաստանի սեկտորը ուսումնասիրած մարդու։ Այն մարդիկ, ում մենք այսպես հարցականով Սփյուռք անվանեցինք, խոսքս այս վերջերս գնացածների մասին է, խոսքս բառացիորեն վերջերս գնացածների մասին, այն աստիճան, ովքեր դեռ տունը չեն վաճառել Հայաստանում։ Ձեր կարծիքով, ձեր տպավորությամբ, ձեր տիրապետած ինֆորմացիայի հիման վրա, այստեղ ինչ պետք է տեղի ունենա, որ գոնե տունը չվաճառածները հետ վերադառնան։ Այսը կարևոր հարց է եւ սա մոտիվացիաներից մեկն է մեր, որովհետեւ եթե ունենք մի կողմից 4-5-րդ սերունդի Սփյուռք, որ ավելի իդեալականացված պատկերացում ունի Հայաստանի հետ եւ ավելի քիչ կապող բաներ եւ եթե ունենք մարդիկ, ովքեր այստեղ մեծացել են եւ ավելի շատ թե անձնական, թե գաղափարախոսական առումով շատ կապող բաներ ունեն, հասկանալ թե այս մարդկանց ինչպես կարելի է պահել իրենց ինքնության, նպաստել, որ իրենց ինքնությունը հեշտ չմոռանան կամ հետեւաբար նաեւ անհրաժեշտության դեպքում հեշտ վերադառնան։ Հետազոտական առումով խնդիրը մի քիչ ուրիշ է։ Վերադառնալու առումով կարևոր է հասկանալ թե ինչի են գնացել։ Այսինքն առօրյա մակարդակում առնչվելով մարդկանց հետ գիտեն, որ էլի այստեղ սպեկտրը լայն է, սկսած սոցիալական խնդիրներից վերջացրած քաղաքական, արդարության պակաս եւ այլն, մոտիվացիաները տարբեր են։ Բայց եթե առանձնացնում ունենք թիրախ, էլի վերադառնում են հարցին հայրենադարձության թիրախ, պոտենցիալ թիրախ, որ
մարդկանց, ովքեր իսկապես քիչ թե շատ պատրաստ են վերադառնալ, այս նոր գնացածներն եւ այդ ուղղությամբ աշխատելն ավելի կարեւոր։ Արտագաղթի ստրուկտուրա, արտագաղթի պատճառների ստրուկտուրա որևէ մեկը լուրջ երբեք չի ուսումնասիրել, որքան ես գիտեմ։ Այսինքն մեկ հետազոտություն մի 2 տարի առաջ իրականացվել է։ Ես ինչի եմ անընդհատ այս հայրենադարձության հարցը բարձրացնում, որովհետև բացի ամեն ինչից, բացի այնից որ դա ուղղակի պետք է այլ կերպ չի կարելի, եւ ինքը միգրացիան տնտեսական աճի գործոն է։ Ու ցավոք սրտի ես որևէ հետազոտություն կամ հաշվարկ չեմ տեսել, թե ինչ տնտեսական երկրորդային հետևանքների կարող է բերել զանգվածային այսինչ տիպի ներգաղթը Հայաստան։ Սա էլ է շատ հետաքրքիր թեմա, ես հույս ունեմ, որ եթե դուք որոշել եք զբաղվել այս թեմայով, այդ սփյուռքը ձերն է, մի տարի հետո կամ չգիտեմ, երբ պատրաստ լինեք մի անգամ էլ այս թեմայով անպայման հանդիպենք, ես կուզեի եթե կարելի է մի դիտարկում զուտ, որտեղ կարևոր բան եք ասում, Ռուսաստանի, մանավանդ Ռուսաստանի հայերի եւ նոր սփյուռքի հետ կապված հետազոտությունները իրականում շատ քիչ են։ Համեմատած ավանդական սփյուռքի, որտեղ թե հայերը, հատկապես սփյուռք հայերը, բավական մանրամասն տասնամյակներ շարունակ ամենատարբեր դիսցիպլինների շրջանակներում մեթոդաբանությամբ ամենատարբեր հետազոտական խնդիրներ են բարձրացրել եւ պատասխանել, Ռուսաստանի սփյուռքը շատ քիչ ուսումնասիրված է եւ այստեղ հստակ բաց կա։ Ընդ որում հետաքրքիր երբ որ մենք մեր հետազոտության ժամանակ նայում էինք Ռուսաստանի հայերին ուսումնասիրածներին, մեծամասնությունը ռուսաստանցի ոչ հայ հետազոտողներ, իհարկե կան նաեւ հայեր։ Եվ հետաքրքիր է որ տեսեք, մեր ընկալում են, տեսեք, որ Ռուսաստանի հայկական համայնքը պակաս կազմակերպված է համեմատած հայկական սփյուռքի մյուս համայնքների, ռուսաստանցիների շատ հետազոտություն գալիս էին ուղիղ հակառակ եզրակացության, որ Ռուսաստանի ներսում եղած փոքրամասնությունների համեմատած երբեմն համեմատում են, չգիտեմ, կովկասյան էթնիկ խմբերի հետ վրացիներ, ադրբեջանցիներ, չեչեներ, առանձին հետազոտություն, տարբեր համայնքների հետ ավելի հաճախ գալիս էին եզրակացման, որ հայկական կառույցները, հայերը որպես սփյուռք կամ ամենամոտն են սփյուռք կոչվելուն կամ ավելի կազմակերպված են համեմատաբար մյուս համայնքներ, իհարկե խոսքը գնում են այն համայնքների, որոնք չունեն իրենց ազգային տարածք, այսինքն թաթարների մասին չի խոսքը։ Իրենց պատմական տարածքը, այլ այն փոքրամասնությունները, որոնք իրենց տարածքում չեն ապրում, հա, տեղափոխված։ Դադար առնենք, լսենք լուրերը, արգելի ռադիոլսողներ, ռադիոդիտողներ, արխիվում լուրերի կարճ թողարկումը, մենք դադար ենք առնում, կվերադառնանք տարածիորեն 3 րոպեից։